Բարի երեկո արգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Վիճաբանություն ու հայոյանքներ, Ալեն Սիմոնյանը կրկին սկանդալի կենտրոնում է, ինչ մանրամասներ է հայտնի միջադեպի մասին։ Թմրանյութերի արտադրամա զենք զինամթերք, ինչ մանրամասներ է հայտնել ներքին գործերի նախարարությունը։ Սուր հայտարարությունները, նոր քաղաքական շեշտադրումներով, Արցախի հարց, մեղադրանքներ, պատմական գնահատականներ ու հրաժարում։ Կղզիներ, որոնք կարող են պայթեցնել տարածաշրջանը, Խարկ, Թունբեր, Աբու Մուսա, բախման կետերը քարտեզի վրա։ Միջադեպ է տեղի ունեցել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիների միջև։ Սիմոնյանի ազգային ժողով ժամանելու պահին նրան են մոտեցել քաղաքացիներն ու առաջարկել են զրուցել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասել է, որ ոչ զրուցելու ժամանակ ունի, ոչ էլ ցանկություն։ Երկխոսությունը վերածվել է փոխադարձ հայոյանքների։ Ալեն Սիմոնյանը վիրավորել ու հայհոյել է քաղաքացուն ու հրահանգել հավաքել նրանց ազգային ժողովի մոտից։ Մի րոպե։ Քիչ առաջ ուրեմն բերման են ենթարկում համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին Ալեն Սիմոնյանի հայհոյանքից հետո նրան կարգի հրավիրելու փորձելու համար։ Պարոնայք ոստիկաններ հստակ հայհոյեց Ալեն Սիմոնյանը։ Հայհոյանքը լսեցիք դուք։ Հարգելիներս հայհոյանքը լսեցիք պարոն Սիմոնյանի։ Քիչ առաջ բերման են ենթարկում Արսեն Վարդանյանին, համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին։ Այս մարդը ինչ արել, ընդամենը հայհոյանքին է։ Ազգային ժողովի խոսնակի թիկնապահները հրել են քաղաքացիներին ու հեռացրել տարածքից, իսկ ոստիկանները բերման են ենթարկել նրանցից մեկին։ Բերման ենթարկվածը համահայկական ճակատ կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանն է։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Դեմիրճյան փողոցից երկու անձի ներկայացրել են համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Զուգահեռ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչի համար էին առավոտյան տարբեր հասցեներում խուզարկություններ իրականացնում։ Քրեական ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի հետ խուզարկություններ են իրականացրել մայրաքաղաքի մոտ 20 հասցեներում, որի արդյունքում գտել են թմրանյութերի արտադրամաս, զենք զինամթերք, կան ձերբակալվածներ։ Տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Սրբազանը հայտարարել է, որ այն պաշտոնատար անձինք, որոնք խոսել են այս մասին, ներառյալ դատախազը, քննչական կոմիտեի նախագահը եւ մնացած բոլորը ստախոսներ են, զրպարտիչներ, խաբեբաներ, եթե չգան ու դատարանում վկայություն չտան։ Հայտարարություններ են արել, չէ՞։ Լավ, իրենք ուրեմն ինչ-որ տեղեկություն ունեն թե չունեն, թող գան վկայություն տան։ Սրա մասն է խոսքը, ուրեմն դատախազը հենց հիմա իմ խոսքերը խեղաթյուրում եմ, հենց հիմա, ինչու է անում դա, ինչ նպատակով, ես պարզ հայերենով եմ խոսել, և շատ պարզ հայերենով, գիտեմ, որ ինքը բանասիրական կրթություն չունի, միգուցե, կամ բանասեր չէ, բայց վստահաբար հասկանում են։ Վկայից մեղադրյալ, բայց առանց ապացույցի։ Արշակ Սրբազանի գործի վերաբերյալ դատարանում անսպասելի բացահայտում է եղել։ Գործի գլխավոր իրեղեն ապացույցը պարզապես անհետացել է։ Ուր է թմրադեղը, ինչպես է կորել եւ ինչու դատավորը հեռացավ հենց առաջին նիստից։ Մանրամասները Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Վկայի կարգավիճակից մեղադրյալի աթոռին, բայց առանց ապացույցի։ Արշակ Սրբազանի գործով առաջին դատական նիստի ընթացքում դատավորը հաստատել է, կորել է իրեղեն ապացույց հանդիսացող թմրադեղը, ինչպես, ինչ պայմաններում, իրավապահ համակարգում եւս չգիտեն։ Այն հանգամանքը, որ այդ գործով ապացույց, միակ ապացույց կարելի ասել համարվող թմրադեղը այլևս չկա, մեր մոտ հարցեր է առաջացնում։ Արդյոք եղել է ի սկզբանե այդ թմրադեղը, դա մեկ հարց։
Արդյոք այդ չափի եղել։ Գիտեք, խնդիրը ստեղ նրանում է, որ մենք ի սկզբանե գիտենք, որ այս գործը շինծու է։ Մայրաթորի դիվանապետի դատական առաջին նիստը անցավ բավականին հետաքրքիր։ Պաշտպանական կողմն անմիջապես բացարկի միջնորդություն ներկայացրեց, պահանջելով հեռացնել դատավոր Գևորգ Մանուկյանին։ Փաստաբանները պնդեցին, որ դատավորը նախկինում աշխատել է գործով ներգրաված դատախազի հետ եւ այդ հանգամանքը բավարար է կասկածի տակ դնելու նրա անաչառությունը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատավարությունը հենց առաջին նիստից վերածվեց ոչ թե բովանդակային քննարկման, այլ դատական համակարգի անաչառության շուրջ լուրջ հարցադրումների հարթակի։ Պարզվեց, որ դատավոր Գևորգ Մանուկյանը աշխատել է նաև այն քննչական մարմնում, որտեղ մեղադրանք են առաջադրել Սրբազանին։ Այդպես ոնց կարելի է այդ նույն ժամանակահատվածում դատավորը, որը որ հիմա այժմ քննում է գործը, այն ժամանակ եղել է քննիչ, հետո եղել է դատախազ եւ նույն մարզում շատ հնարավոր է, որ ինչ որ կերպ այդ գործը քննող անձանց հետ առնչություն է ունեցել։ Չգիտեմ, կոլեգաներ են եղել, նույն սենյակում են նստել եւ ամեն առումով ճիշտ էր այդ որոշումը։ Դատարանը չհակադարձեց ներկայացված պնդումներին, միջնորդությունը բավարարվեց, դատավորը ինքնաբացարկ հայտնեց եւ նիստը ավարտվեց դեռ չսկսված։ Դահլիճում որոշումն ընդունվեց ծափահարություններով։ Արդեն դրսում Արշակ arczepiskopos Խաչատրյանը ծիծաղով մեկնաբանեց տեղի ունեցողը։ Չգիտեմ ինչի մասնավկա եմ, բայց ծիծաղահարություն։ 25 թվականին բացվեց, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ։ Մայրաթորի դիվանապետը մեղադրվում է թմրադեղ իրացնելու համար։ Գործը հարուցվել է 2018 թվականին Նոր Հայաստան Նոր Հայրապետ ակցիայից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ հարձակվել էին կաթողիկոսի ու մի քանի այլ հոգևորականների վրա։ Ըստ քննչական մարմնի, երբ քաղաքացիները քաշքշում էին վեհափառին, Արշակ Սրբազանը հասցրել է այդ ընթացքում թմրանյութ գցել ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակի մեջ։ Հենց այդ իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութն էլ, որ պիտի բերվեր դատական նիստերի դահլիճ որպես ապացույց, չկա։ Չկան ոչ լուսանկարներ, ոչ էլ այլ որևէ ապացույց։ Սեդամ Ակարյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Կառավարության նիստից հետո հնչած հայտարարությունները կրկին դարձել են ներքաղաքական եւ հանրային բուռն քննարկումների պատճառ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի հարցին, ձևակերպելով մի դիրքորոշում, որը կարող է շրջադարձային լինել պետական քաղաքականության համար։ Պատմական արդարության վերականգնման օրակարգից պաշտոնական հրաժարում, սուր գնահատականներ, անցյալի վերաբերյալ եւ խաղաղության առաջնահերթության շեշտադրում։ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերը ռեպորտաժում։ Սուր հայտարարությունների նոր խմբականակ հնչեց կառավարության հերթական նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։ Ես չեմ ասել եւ չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Կարելի է շատ բան ասել, բայց պետք է դրա տակ հիմք ունենա, փաստ ունենա։ Հիմա հարցը նրանում է, որ նախընտրական շրջանը փորձում են այդպես իրենց չկատարածը դնել մեկ ուրիշի վրա, ասենք ժողովրդի տվյալ պարագայում Արցախի էլիտայի վրա։ Հակասություն կա Փաշինյանի հայտարարություններում։ Մետրոյում Փաշինյանի հետ բանավիճած արցախցի կինն էլիտա չէր, Փաշինյանի ձևակերպման մեջ էլ էլիտա եզրույթը չկար, բայց ամեն դեպքում Փաշինյանն արցախցիներին առ այսօր մեղադրում է չկռվելու համար։ Սուտա չի եղել տենց բան, չի եղել տենց բան, փախել են, ճողոպրել են։ Արցախի տարածքում այդ ժամանակահատվածում մնացել են ընդամենը 105,000 ազգաբնակչություն։ Դուք ոնց եք պատկերացնում այդ 105,000 ազգաբնակչություն, որի մեջ մտնում են ծերեր, երեխաներ, հիվանդներ եւ կանայք եւ այլն, կարողանային դիմադրեին թուրքական, ադրբեջանական միացյալ ուժերին, աբջեկցական խմբավորումների այդպես համալրված։ Շարունակելով մեղադրանքներն ու բացելով 2023 թվականի մեկօրյա պատերազմի շերտերը, Փաշինյանն ասում է, թե մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված։ Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց եւ Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում եւ Հայաստանի ազգային ժողովում շնորհավորում էին իրար
Եվ այս համատեքստում առաջարկում է դադարեցնել իր իսկ ձևակերպմամբ ցեղասպանությունների մրցավազքը եւ ժողովրդին չսնել նոր ցեղասպանությունների մասին տվյալներով։ Մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ։ Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ։ Վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ։ Եվ մենք էլի ասում եմ, այդ ամեն ինչը մի բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն։ Նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը։ Փաշինյանը իր կերպարով որպես անձ, անհատ եւ այլն եւ որպես քաղաքական միավոր գործիչ չեմ անվանում, որտեղ իրեն չեմ ընդունում կապկողներին եւ կամակատարներին քաղաքական գործիչ համարել, ինքը իր անպատկառությունը, անինքնությունը, անինքնասիրությունը բացահայտել է բոլոր այս 8 տարիների ընթացքում տարբեր ֆորմատներով, տարբեր ձևաչափերով եւ եղանակներով։ Փաշինյանն այս համատեքստում ասաց, որ իրենց քաղաքականությունը եւ ռազմավարությունը հետևյալն է. պետք է խաղաղվել եւ տեղեկացրեց, որպես Հայաստանի վարչապետ ընդհանրապես հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ, որովհետեւ մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Եվ ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել։ Ինքը լավ տեղավորվում է կամ փորձում է տեղավորվել այսօրվա անիշխանության եւ միջազգային, ասած համակարգի, միջազգային իրավունքի մասնակի կոլապսի մեջ, հասկանալով, որ օրենքները չեն գործում, ուրեմն կարելի է այստեղից պատուհան օգտվել է, ժխտենք ցեղասպանությունը, ակնկալիքներ չունենանք եւ այլն, եւ իր քայլերը պրակտիկորեն երևում է հուշարձանը ջարդելու, ավիրելու վանդալիստական գործողության առումով։ Տնօրենները, որ իր կամակատարներն էին, բերեց ինչ կարգի խայտարակություն եւ ինչ կարգի վնաս բարոյական հասցրեց։ Հետո կրկին բացվեց նախկինների թեման։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն նա, որ իր առաջնորդությամբ Հայաստանը եւ հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ։ Իսկ արդեն կառավարության նիստին վանեցուն կամ խոյեցուն անվանեց կայսերական հայրենասեր։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել մեծացել է Հայաստանում, ասենք ապրում է, ենթադրենք Քաջարանում կամ Դիլիջանում կամ չգիտեմ որևէ տեղ։ Ինքը ստեղ է ծնվել մեծացել, իր հայրը ստեղ է ծնվել մեծացել, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ է ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Նրանցից ակնկալել ինչ-որ ստապ բանական բան, որը պետք է համապատասխանի Հայաստանի օրենքներին եւ սահմանադրությանը, անիմաստ զբաղմունք է։ Ինչպես եւ անիմաստ զբաղմունք է ակնկալել, որ որևէ դատավոր կունենա ինչ-որ խիղճ իր մասնագիտական պարտքը, կրթությունը կհարգի, իր վաստակը կամ մասնագիտական պարտքը կհամարի կալանել հենց նույն անձին։ Եվ որպես վերջաբան առաջիկա ընտրությունների մասին այստեղ էլ թիրախային խումբը լրագրողներն են։ Փաշինյանը լրագրողներին է սպառնում։ Ըստ նրա, երբ ինքը չի լինի վարչապետ, լրագրողները 4 ժամ անց կմնան գործազուրկ եւ պետք է իր խոսքով ֆայլաբազարում կանգնեն, որ փող վաստակեն։ Իսկ կառավարության դիմաց բողոքի ակցիա էր։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները բերել էին իշխանականների լուսանկարները, որոնք արվել են տարիներ առաջ Արցախում։ Ալեն Սիմոնյանի ու այլ իշխանականների վերջին հայտարարությունից հետո երիտասարդները որոշել են ակցիա իրականացնել։ Լուսանկարներն ակցիայից հետո թողել են կառավարության շենքի մոտ։ Պետությունները եւ ազգերը պատերազմների հետևանքով չեն կործանվում, այլ կործանվում են կամքից, հայրենիքից, ազգային պատկանելությունից եւ արժեքներից զուրկ ղեկավարների անողնաշար որոշումների հետևանքով։ Քաղաքական դաշտում կարող են փոխվել մարտավարություններ, կարող են փոխվել իրավիճակներ, բայց հայրենիքն ու արժեքները փոփոխության ենթակա չեն, սակարկման եւ վաճառքի ենթակա չեն։ Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ, քանի դեռ դուք չեք կանգնել, չեք առերեսվել իրականությանը եւ հետ չեք կանգնում հանձնման եւ կործանման ճանապարհից։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ հայտարարել է, որ դատապարտում է Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը։ Զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի դիմաց ու հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ասում են Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Զոհված զինծառայողների ծնողների խոսքով, եթե ընտրությունից հետո քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվի, ելի զոհելու են, որպեսզի 29,000 քառակուսի կիլոմետրից գոնե 10,000-ը պահեն։ Հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվում, որը ստորագրեցին ծնողները, զոհված զինծառայողների ծնողները, հաղորդումը ներկայացվել է նրանց ցանկությամբ, կազմել եմ ես, վերաբերում էր 3 Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիմա ասեմ, մինչև այդ հայտարարությանը հասնելու ուղղակի կարծում եմ, որ նաև մեզ լսում են, կամ լսում են նաև Նիկոլ Փաշինյանը եւ մի խնդրանք իրավաբանների անունից, խնդրում ենք մի փոքր մեղմել հռետորաբանությունը եւ օգտվել երբեմն նաեւ սահմանադրական եւ կոնվենցիոն լռելու իրավունքից, որովհետեւ անկեղծ եմ ասում, իրավաբանները չեն հասցնում հանցանքների մասին հաղորդումներ ներկայացնել, երբեմն նաեւ չենք լուսաբանում, պարզապես ներկայացնում ենք, բայց օրինակ մեր գրասենյակը վերջին 3 օրերի ընթացքում արդեն 3-րդ հանցանքի մասին հաղորդումներ ներկայացնում։ Առաջի երկուսը վերաբերում էին ընտրակաշառքի նակնայդ, իր նախընտրական, այսպես ասած, իրականում նախընտրական, սակայն ներկուսակցական քարոզարշավի ընթացքում անձին խոստանում էր 12,000 դրամով աշխատավարձ իրեն եւ իր ընկերներին, երկրորդը ներկայացվել է մեկ այլ դեպքի վերաբերյալ, երբ սպառնում էր պատերազմով, եթե չկազմեն մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն, այդ թվում նշում էր նաև ոչ միայն ընտրություններով։ Եվ այսօր երրորդ հաղորդում ենք ներկայացնում, հաղորդումը երեկվա հարց ու պատասխանի որոշակի հատվածն է, Մարիա Կարապետյանի կողմից տրված հարցինի պատասխան, երբ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թվականին գնացել են զոհողությունների փրկելու համար, գիտակցված դիտավորյալ զոհողությունների, փրկելու համար եւ շարունակությունը արդեն իսկ ծեծված, արդեն իսկ մաշված, արդեն իրենց արժեքը կորցրած այդ արժեքներն են պետականության փրկության համար, ինքնիշխանության փրկության համար։ Այսինքն ինքը ըստ էության ընդունեց, որ այնինչ կատարվել է 2020 թվականի ընթացքում, իսկ հասկանում ենք, որ դա 44-օրյա պատերազմի ընթացքն է, այն ամեն ինչը որ կատարվել է, իր դիտավորյալ զոհողությունների արդյունքն է։ Նախարարների հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Թրամփը խոսել է Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության մասին ու շեշտել, որ ԱՄՆ-ն պետք է կանգնեցներ նրան։ Նրա խոսքով Իրանն է ուզում գործարք կնքել, ոչ թե Միացյալ Նահանգները։ Եթե նրանք ճիշտ գործարք կնքեն, ապա Հորմուզի նեղուցը կբացվի, ասել է Թրամփը։ Ստիվ Ուիթքոֆն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար։ Իրանի ռազմավարական կղզիները դարձել են հնարավոր հարվածի թիրախ, իսկ ցանկացած սխալ քայլ կարող է պայթեցնել ոչ միայն տարածաշրջանը, այլև գլոբալ էներգետիկ շուկաները։ Իրանի խորհրդարանի ղեկավարի հայտարարությունից հետո փորձագիտական շրջանակն արդեն քննարկում է կոնկրետ թիրախներ։ Խարկ կղզուց Հորմուզի նեղուցի բանալին համարվող փոքր, բայց ռազմավարական կետեր։ Հարցը միայն այն չէ, թե որ կղզին կդառնա առաջին հարվածի թիրախը, այլև այն, թե ինչ շղթայական հետևանքներ կունենա այդ հարվածը աշխարհի համար։ Թեման Սեդակ Յուրեղյանն է ուսումնասիրել։ Իրանի կղզիները վտանգի տակ են։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը տարածաշրջանի երկրներից մեկի հետ պատրաստվում են հարձակվել ռազմավարական նշանակություն ունեցող իրանական կղզիներից մեկի վրա։ Այս մասին Իրանի խորհրդարանի ղեկավարը Ղալիբաֆն է հայտարարել, բայց դեռ չի հստակեցրել, որ կղզու մասին է խոսքը։ Փորձագիտական դաշտում ակտիվ շրջանառվում է երկու տարբերակ։ 3 կղզիների հետ կապված, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Շատ է խոսվում նաև Խարկ կղզու մասին, որտեղ Իրանի նավթի արտահանման գլխավոր տերմինալներն են, այդտեղ տարբեր հաշվարկներով 90%-ը նավթի արտահանման այդ կղզուց է իրականացվում։ Եթե Միացյալ Նահանգների թիրախը Խարկ կղզին լինի, դա Իրանի համար անհետևանք չի կարող մնալ։ Պարսից ծոցի հյուսիսում գտնվող Խարգի տնտեսական նշանակությունը Իրանի համար ռազմավարական է։ Այստեղից է արտահանվում իրանական նավթի շուրջ 90%-ը, փաստում է փորձագետը։
Ինչու են կղզուց արտանում, որտեղ նավթատարերը, հատկապես որոնք մտնում են Պարսիցից, իրենք ահռելի մեծ նավթատարեր են, նվազագույնը 100,000 տոննա է։ Մինչև 300,000 տոննայից նավթատարեր կար։ Դրանք մոտենալ նավահանգիստների այդ ահռելի նավթատարերը չեն կարող։ Եվ դրա համար օգտագործում են կղզին։ Իսկ Հորմուզի նեղուցում գտնվող 3 կղզիները Աբու Մուսան, Մեծ եւ Փոքր Թումբերը, թեև կարևորությամբ զիջում են խարգին, բայց հենց այս կղզիներից է Իրանը ծովային ականներ սփռում նեղուցի ջրերում։ Ղալիբաֆի հայտարարության մեջ նշված տարածաշրջանային պետություններից մեկի հետ Միացյալ Նահանգների համագործակցության հանգամանքը այստեղ ավելի պարզ է դառնում։ Արաբական Միացյալ Էմիրությունները անցած տարի 70-ականներից է հետաքրքրված 3 կղզիներով։ Բրիտանացիների հեռանալուց հետո Իրանը զբաղեցրեց այդ կղզիները, այն դեպքում, երբ, ինչպես նշեցի, էմիրությունները համարում են, որ դա իրենց կղզիներն են, եւ այդտեղ արդեն այդ կղզիների վերաբերյալ երկու երկրների միջև կա այդ տարաձայնությունը, բավականին սուր տարաձայնություն։ Սաուդյան Արաբիան մյուս պետությունն է, որը կարող է գործակցել Միացյալ Նահանգների հետ ընդդեմ Իրանի։ Այս պետությունը տնտեսական եւ քաղաքական մրցակցության մեջ է Իրանի հետ եւ բաց չի թողնի նրան տնտեսական հարված հասցնելու հնարավորությունը, հատկապես այն պայմաններում, երբ հին բարեկամն է նման առաջարկանում, ընդգծում է վերլուծաբանը։ Այդ դեպքում իհարկե Իրանն էլ իր հերթին հարվածելու է Սաուդյան Արաբիայի տնտեսական ենթակառուցվածքներին, ընդ որում ոչ միայն Իրանն է հարվածելու, նաև մեծ հավանականությամբ ռեգիոնում Իրանի աջակից ուժերը, այդ թվում հութիները։ Որ կղզու վրա էլ հարձակվեն, հետևանքը նույնն է լինելու, պնդում է էներգետիկ փորձագետը։ Ցանկացած սցենարային զարգացում տանելու է հետևանքի եւ դա նավթի գների բարձրացումն է լինելու, ընդհանուր $150 1 բարելի համար։ Նույն իրավիճակն է ստեղծելու։ Դա կհարվածի Իրանի, կզրկի Իրանի նավթը արտահանելու հնարավորությունից, բայց նավթատարերի այդ խողովակները գտնում են իրանցիների մերուն է վերահսկման տակ, իրանք ուղղակի նավթատարերը կկանգնացնեն եւ նավթը այլևս այդ կղզի չի գնա։ Բայց նավթի արտահանումն էլ իրանական, որը իմիջիալից հիմա որոշ չափով կա, բայց էլի էականորեն նվազել է, ընդհանրապես կանգ առել, որը նորից կազդի նավթի գների վրա։ Եթե Միացյալ Նահանգներն իրագործի այն, ինչի մասին խոսում է Ղալիբաֆը, վերլուծաբանի պնդմամբ կլինի սիմվոլիկ քայլ, ցույց տալու համար, որ եւս մեկ նպատակ իրագործված է։ Բայց փորձագետները չեն անտեսում տարածաշրջանում ցամաքային, ծովային եւ դեսանտային ուժերի կուտակումը։ Այս ֆոնին Իրանի ամենածանրակշիռ քաղաքական գործիչներից մեկը զգուշացնում է. տարածաշրջանային ցանկացած պետություն, որ կհամագործակցի Միացյալ Նահանգների հետ, կդառնա Իրանի անողոք հարվածների թիրախը։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Ստենֆորդի համալսարանի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին 3 տասնամյակում Միացյալ Նահանգներն իր հսկայական արտանետումների պատճառով ամբողջ աշխարհին հասցրել է $10 տրիլիոն տնտեսական վնաս։ Guardian-ը գրել է, որ այդ վնասի 1/4-ը պատճառվել է հենց ԱՄՆ-ին։ Այս վնասի մոտ 25%-ն ազդել է հենց ԱՄՆ-ի վրա, չնայած այլ երկրներ նույնպես մեծ վնաս են կրել։ Տնտեսական կորուստներն անհամաչափորեն զգացվել են ամենաաղքատ երկրներում։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ 1990 թվականից ի վեր ԱՄՆ արտանետումները Հնդկաստանին պատճառել են մոտավորապես $500 միլիարդ, իսկ Բրազիլիային $330 միլիարդ տնտեսական վնաս։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղը առավոտյան ժամին 9, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։